Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Բարև ձեզ Շանթի եթերում դուք դիտում եք Քաղցր շաբաթ հաղորդումը, ձեր հետ ինչպես միշտ Լիկանն եւ Բոնին։ Մենք այսօր պատրաստել ենք ինչպես միշտ քաղցր, ինչ-որ թխվածքաբլեթ, տորտ, խմորեղեն։ Ճապոնական այն էլ։ Ճապոնական։ Իսկ արագ պատրաստվող բան է։ Չէ, այդքան էլ չէ, բայց մի ժամ։ Մի ժամ։ Նորմալ։ Եթե մի ժամից հյուրեր ունեք, որ պիտի գան ձեր տուն, այս շատ լավ տարբերակ է արագ թխելու։ Բան, որ այդ մարդիկ գան ու զարմանան։ Չենք թխելու։ Ինչ ենք անելու։ Պատրաստելու ենք։ Հա, ջեռած չենք տանելու, ոչ։ Չէ, այ միկրոալիկային վառարան։ Միկրոալիկային վառարան։ Ուրեմն Իսկ ճապոնական ինչ սուշի ենք թխելու։ վայ բոյնի ջան, հա սուշի ենք թխելու, բայց սուշիի քաղցր տարբերակը։ Ես համաձայն եմ։ Նայ, ուրեմն մոծի կամ մոչի, այդ ծայի չէի մեջտեղն է իրանց հնչողությունը, ով ոնց ուզում ասում է, դա նորմալ է։ Կա մի քանի տարբերակներ, ես օրինակ գիտեմ մոտ 4 տարբերակը։ Մեկը շատ արագ, որը մենք այսօր կպատրաստենք, այդ արագ մեթոդն է։ Երկրորդ մեթոդը կիրառելի չի, որովհետև ես ու դու իհարկե հաճույքով կանեինք, մեկը մուրճով կանգնում է, շատ արագ վարկյանների պատկերացու անընդհատ մուրճով խփում է, ծանր։ Ես պատրաստ չեմ, դու ինադու կխփես ինձ։ Մյուսը, հա, մյուսը շրջում է փոցին։ Հա, դու առանց մատել կմնամ ես։ Հաստատ։ Կարող ենք հակառակը անել։ Հակառակը ես ինձ թույլ չեմ տա, ռիսկի դիմել քո մատերը։ Մի խոսքով մենք անում ենք այսօր ամենահեշտ տարբերակը, որ կարող եք հանգիստ անը արագ պատրաստել։ Այո։ Սկսեցինք։ Ինչա մեզ պետք դրա համար։ Մեզ պետք է մարանիկի բրինձի ալու։ Մեզ պետք է մարանիկի շաքարի փոշի։ Էլ ինչա պետք մեզ։ Մեզ պետք է արտֆուդի կոմպոտ։ Ոչ, կոմպոտը լավ օգտագործելու։ Կամ ջուր, կամ եթե կատ, ապա միլկինի կատ։ Հիմա ես sense կանգնած եմ երկու ընտրության առջև կոմպոտով, թե Արես անգամ կոմպոտով։ Արես անգամ կոմպոտով։ Սկսեցինք։ Էլի բաղադրիչներ կան, որ մեզ պետք են, սա կրեմի համար, արագ պատրաստվող կրեմ, իհարկե տարբեր մեթոդներ կան կրեմերը պատրաստելու։ Մենք այս անգամ կօգտագործենք սերուցկային պանիրը, սերուցքը։ Չիզքեյքի մոտ համա լինելու։ Ահա։ Եվ կօգտագործենք կոմպոտի մեջի հատիկները։ Օ։ Ուրեմն սա շաքարի փոշին է, բրինձի ալուրն է, ձեթը մեզ միայն ձեռքերը Որ չկպչի։ ապրես եւ ջուրը փոխարինում ենք կոմպոտով։ Դու կոմպոտը բաց, ես նշել եմ տեղը։ Հա։ Թափեմ, փոխենք։ Այսինքն ջուր, կաթ կամ այդ որներ։ Արտֆուդի, բալի, Բալի։ բալա։ Չէ։ Չէ, մասուր, մամուխ։ Մամուխը։ Մամուխի կոմպոտ կլինի, մամուխի կոմպոտ։ Հա, շատ համեղ կլինի, լցնում ես։ Մի քիչ էլ։ Լավ է։ Իդեալական։ Հատիկները կարող ես առանձնացնել։ Կարամ առանձնացնեմ ու ուտեմ։ Չէ, մի կեր որ կրեմի մեջ լցնենք համեղ լինի։ Կարամ, բայց ինձ պետքա տարա դրա համար։ Ինչ որ։ Սա քեզ։ Արի ես քեզ ավելի հեշտ Մաղիչ։ Ապրես դու։ մաղի։ Ինչ ենք անում։ Ուրեմն լցնում ենք բրինձի ալուրը, շաքարի փոշին, հյութը, հյութ, կաթ, ջուր, բնական հյութ, ինչ ուզում եք։ Ինչով է լավ, որ մենք այստեղ ներք չենք օգտագործելու։ Արդեն ունենք շատ նուրբ հաճելի գույն։ Ահա, հասկացա։ Մի տարա պետք է։ Հասկացա։ Տենում եք ոնց է, արդեն կես բառից ինձ հասկանում։ Եթե կա կորիզները կխնդրեմ հեռացնես։ Ոնց հեռացնեմ։ Կյանքում չեմ կարող կորիզ, կարամ ուտեմ։ Կարամ Որ ուտեմ ուտես կորիզները կորիզը կմնա։ Մեզ կորիզը պետք չի, մեզ հակառակն է պետք։ Ես չեմ կարող կորիզները ուտեմ էնի մնա։ Լավ, արի գիտես ինչ անենք, արի ես կստամ ձեռնոց։ Ինչ անում, ինչ հաճելի ձայներ են գալիս։ Կամպոտ եմ խմում ափսեով։ Դες կամպոտը կներես ափսեով էլ կխմես, թասով էլ կխմես։ Մեծ բաժակամ։ Բայց հյուրեր կան կոմպոտը սենց հյուրասիրես։ Մեջից խմեցիր լու։ Այո, ես որ իմը լինի մենակ։
Մեզ կոմպոտը պետք չէ, չէ՞, եթե պետք է։ Խմի, դու կարող ես նույնիսկ կոմպոտի վաննա ընդունել, առլծրու վաննայի մեջ ընդունի։ Կդառնամ քաղցր բոնի։ Դու արդեն քաղցր բոնի ես։ Ուզում եմ ասի, ասեք որ մենք իրար համար ենք ստեղծված։ Իսկ ձեռնոցի չենք անում, բուրգեր ենք ուտում։ Չէ, բուրգեր չենք ուտում, այդ ձեռնոցը դու հագնում ես եւ սկսում ես կորիզահան անել միրգը։ Կորիզահան եմ անում։ Կամ բմբլահան։ Վայ։ Գրել։ Ձեռներս մեծացել է բոքսից։ Բոքս ես գնում։ Ես էլ եմ ուզում գնամ, գիտես։ Որտեղ ես գնում։ Չեմ կարող ասեմ կոբաս տրինի։ Լավ, հետո կասես, որտեվ ես ու տղաս որոշել ենք այցելել բոքսի։ Խնդիր չկա, ես կտանեմ ձեզ։ Սենց ուղղակի մաքրեմ։ Հիմա քո մաղը մի վարքյան տուր ինձ։ Ինչ ես կարծում, կտեղավորվես ամբողջ այս փոքրի մեջ։ Կարծում եմ չէ։ Այսի սրա համար կարելի է։ Շատ լավ, ուրեմն այդտեղ հիմա գնդիկները որպեսզի չլինեն, մաղով անցկացնում ենք։ Սա խմորն Լավ է մաքրում, սենց լավ է։ Շատ լավ է։ Որն սա խմորն է։ Խմորը տենց է լինելու ու այդ գույնի։ Սովորաբար եթե հյութով չեն անում, ապա գույն են ավելացնում, բայց ցանկալի չի գույն ավելացնել, դրա համար լավ է անել արդեն պատրաստի կոմպոտով, բնական գույն է, այնտեղ նեկ չկա։ Հիմա ինչ ենք անելու, գիտես։ Ինչ ենք անելու։ Դնելով միկրոալիքային վառարան։ Ոնց իմացար։ Ես քեզ բառից հասկանում եմ արդեն։ Բայց ինչպես ենք դնելու։ Դա շատ կարևոր է։ Ինչը։ Ինչ ոնց ենք դնելու։ Տես, հենց այսպես չի կարելի։ Փակում ենք։ Անպայման ծիկ։ Մի տակել եմ անում, քանի որ թաղանթը բարակ է բավականին։ Այս մեկը շատ բարակ է։ Լինում է մի փոքրիկ ավելի հաս, կարող եք մի շերտով անել, բավական կլինի։ Հիմա իմ ամենասիրած պահը։ Նայ։ Ես վերջացրեցի, տես։ Ապրես։ Անեմ ձեռոցներս, թե պետք է լինելու։ Շատ լավ է։ Այլ մետք ես պոն չանեմ, ես թացեր չճմանի։ Իհարկե չես անի։ Նայ։ Ահա, որ օթերը դուրս գա։ Դրեցինք։ Ուրեմն 3 անգամ 50 վայրկյան, 1 անգամ 10 վայրկյան, բայց նայած ձեր միկրոալիքային վառարանը ինչ հզորության է։ 3 անգամ 50 վայրկյան, այսինքն 150 վայրկյան։ Հա։ Եվ պլյուս 10, դա եղավ 160։ 160 վայրկյանում մենք արդեն կունենանք խմոր։ Դնում ենք 50, իրոպես ստոպ։ Ոնց ենք դնում։ Դա 5 րոպե է։ Բազերոն ոնց ավելացնենք։ Թող տղամարդ։ Ես ռեժիսորին ասեցի, ես բոնին կսովորացնեմ, պարզվում է դու ինձ պետք է սովորացնես։ Էս է 30 վայրկյան։ 50։ Չկա 50։ Ինչի՞ չկա։ 50։ 50։ Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է, տենում ես։ Դե ես գիտեմ։ Ես տեսել եմ իմ աչքով։ Տենում եք։ Սա դեռ մեզ պետք կգա։ 50 վայրկյան հետո հանում ես։ Հանում ենք եւ ինչ Հանում ենք, նորից դնում ենք 50 վայրկյանով խառնում ենք, այդ անպայման է, պարտադիր։ Հա, իդեպ ինչի որոշեցի մոծի կամ մոճի, որովհետև մեր հեռուստադիտողներից մեկը խնդրել էր, գրել էր, այո։ Ինչ լավ է։ Բա։ Յոր ուրիշ բան էլ գրեք, էդ էլ թխենք։ Հա, միշտ գրեք, ինչ գրեք կթխենք։ Ինչ չեք գրի, չենք թխի։ Մենք գիտես իմիջիալից կարող ենք ընթացքում նաև կրեմը պատրաստել։ Անցավ 50 վայրկյանը հետո։ 50 վայրկյան հետո բացում ենք։ Դեռ ջերի կա։ Խառնում ենք։ Նորից ենք դնում։ Հավաքում ենք պատերից։ Նորից ենք դնում։ Նորից ենք դնում։ Սեր ոնց իմացա։ Յո։ Չի ասել, չէ։ Դե արի կրեմը պատրաստենք։ Ես այդտեղ կտալներով կասեմ, քանի որ կրեմը
իմպրովիզացիա է։ Խնդրեմ, քեզ տանձի յոգուրտ, իսկ մեզ միանում է Պամելան, ողջույն Պամելա, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Ողջույն իմ շատ սիրելի Բոնի եւ Լիկա։ Ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք։ Բոնի, ինչ լավ ես ուտում Միլկինի տանձի յոգուրտը։ Ասում եմ, որ ինչ լավ ես ուտում։ Շատ համով եմ, տանձինը չի փորձել։ Հա, իսկապես։ Միլկինի բոլոր յոգուրտները սիրում եմ ոչ միայն ուտել, այլ օգտագործել թխվածքների մեջ։ Իմ կարծիքով թխվածքն ավելի խիտ եւ խոնավ է ստացվում։ Իմիջիայլոց ես էլ կարող եմ հենց հիմա մոձի մեջ օգտագործել Միլկինի յոգուրտ ու կանեմ։ Հա։ Հաստատ շատ համեղ է ստացվելու։ Դե փորձեք, իսկ ես պատմեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Բայ։ Լավ մի տվեց։ Տանձը իրականում շատ համով միրգ է։ Տանձը հրաշք միրգ է, իսկ ես կվայելեմ այս տարբերակը։ Սա է սիրում, ես շատ եմ սիրում։ Գռացավ 50 վայրկյանը։ Հայ։ Մի անգամ էլ ենք դնելու, հա։ Եթե մի անգամ դնենք ու էլի ջրիկ լինի, մի անգամ էլ կդնենք 50, հետո կդնենք 10։ Ահա, գնացինք։ Մի անգամ էլ 50 վայրկյան։ Հա, 50 վայրկյան եւ կամած արդեն ասենք կրեմի։ Դե քանի որ մեզ մոտ էստեղ Միլկինի ելակի յոգուրտն է, օգտագործենք ելակի յոգուրտ, ես ինչի համար էր։ Դա երևի յոգուրտը որ։ Հասա նրա համար է, որ ես բացատրեմ, քանի գտալ ինչ ենք օգտագործելու։ Օգտագործելու ենք ուրեմն սերուցք 33% կամ բարձր կամ պարզապես բուսական սերուցք, որը կարելի է հարել։ Օգտագործում ենք սերուցքային պանիր, որը ուզում եք։ Անպայման մենք այստեղ կօգտագործենք մառանիկի վանիլը, կօգտագործենք մառանիկի խրեցուցիչ։ Չէ, շաքարի փոշին եւ ամանդա ողջույն։ Դերի քայլի ամբողջ օրը այդ անտել մնացած Ռոբիքի ռիպսիկի ոնց են ասում է Roblox-ի մեջ ես, այ բալիկ ջան, աչքերը կպչացնես։ Վայ, մամա ջան, էսի սերունդա, ինտերնետից դուրս չեն գալիս։ Վայ, աչքիս եթերում եմ, հա էլի։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի ջան։ Ինչպե՞ս եք։ Ես լավ եմ, իսկ դուք։ Մենք էլ ենք լավ ենք։ Այս ճապոնական քաղցրավենիք եք հա սարքում։ Այո, համեցեք։ Ասա այդ ճապոնացիներ, էպի անունավոր դրել եք, մոծի։ Մոծի, բայց խնդալու անունա, հա։ Հա, մոծինք սարքում։ Դե եթե ճապոնական մոծի մեջ հայկական մառանիկի շաքարի փոշի կա, ուրեմն շատ համեղ կստացվի։ Դե դուք շարունակեք, իսկ ես պատմեմ համեմունքների տիրուհու մասին։ Մառանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շատ լավ, շնորհակալություն։ Մերսի շատ։ Մեր 50 վայրկյանը լրացավ։ Արդեն տաք է։ Արդեն շատ տաք է, հա։ Կամած։ Նայ։ Տես։ Ահա։ Մես։ Մի անգամ է պիտի դնենք երևի։ Հա։ Այ հիմա գիտես ինչ կանենք։ Հիմա կդնենք 10 վայրկյան, բայց հնարավոր է եւս։ Այսինքն մենք պիտի այստեղ 10 վայրկյանով մինչև հա։ Կառավարենք մինչև 10 չէ, 20 կդնենք, որովհետեւ ես տեսնում եմ դեռ շատ ջրիկ է։ Հիմա այս փուլի վրա ես կօգտագործեմ վանիլը, մառանիկի։ Սա իմ կողմից եմ ավելացնում, սովորաբար չեն անում մոծիի մեջ, բայց ես սիրում եմ։
Համեր կոտրել, համեր ստանալ, Համեր փոխել։ համեր փոխել։ Ոչ սովորական բաներ է սիրում։ Հիմա սա նորից փակում ենք, գնում ենք 20 վայրկյանով։ Ապրես, սա 20 վայրկյանով դնում ենք։ Իսկ ես նախապատրաստեմ արդեն կրեմին։ Հա, այս քո գործն է, այս դու ես լավ անում։ Վրաց վերցրեց։ Ոնց է։ Սպասի, մի կոտրի, մի Այդ կոտրի։ կողմից է։ Մեկ 20 վայրկյանը լրացավ։ Տամ։ Խառնի։ Որը խառնեմ։ Սա անեմ թե չեմ կարա ես գիտես որ շատ տաղանդավոր եմ, բայց կարող ես, դու ամեն ինչ կարող ես։ ամեն ինչ չեմ կարող։ Այստեղ ուրեմն ես կվերցնեմ 3 ճաշի գթալ սերուցքային պանիր։ Ինձ թվում է էլի պիտի դնեմ, հա։ Հա, ճիշտ ես։ Ինչու՞ ինձ ձգվող խմոր պիտի դառնա։ Վերցնում եմ միլկինի յոգուրտը, ցանկացած որ համը որ սիրում եք։ 3 պատառաքաղ, ձերքս պատառաքաղ ընկավ։ 3 գտալ, հիմա այստեղ նաև կավելացնենք կոմպոտի հատիկները, հետաքրքիր համադրություն կլինի շատ։ Ստացվեց նորմալ քեզ մոտ։ Քանի վայրկյան դնեմ։ 30 վայրկյան դնեմ։ 20-ով, չէ, հանկարծ շատ չեփենք։ Ահա։ Հիմա հասավոնց գտալով ասեմ։ Բաժակով կասեմ։ Բաժակով, արտֆուդի բաժակը քանի գրամ է, չգիտեմ։ Մենք հետո կկշռենք, ձեզ բաղադրատոմսը կգրենք, իդեպ արդեն կարող եք ձեր էկրանների վրա։ Էլի պիտի լինի, չէ՞ նայի։ Ահա։ Տես։ Հա, էլի։ Գիտես մի անգամից 30-40 դիր սերուցքը, այսպես մեկ բաժակ, մենք արդեն բաղադրատոմսը ձեզ կգրենք, իսկ դու կարող եք այ հենց այս պահին բաղադրատոմսը տեսնել ձեր էկրանների վրա։ Արդեն ըստ ճաշակի, ես այստեղ օրինակ կանեի 2 ճաշի գտալ, քանի որ մեզ մոտ յոգուրտը արդեն ունի թեթև քաղցրություն։ Առայժմ կանեմ 2 ճաշի գտալ, հետո մենք կփորձենք համը։ Եթե քաղցր չլինի, կավելացնենք, անում ենք մառանիկի շաքարի փոշի, քանի տանջվում է, մենք այստեղ արագ կրեմը կպատրաստենք։ Այսօր բանվոր է աշխատում։ Կարևորը ստացվեց։ Ոնց որ թե Մարիշն էլ ստացվեց։ Վերջ եղավ։ Աստորեն տղամարդ ունենալ խոհանոցում շատ լավ է, շատ հարմար է։ Տղամարդ ունենալը շատ լավ է։ Ոչ միայն խոհանոցում, այլև հյուրասենյակում, սենյակում։ Ոտը ենք գցած, չէ, բազմոցի մեջ։ Ինչի ոտով գցած։ Դե տենց տղամարդիկ էլ կան։ Խնդրեմ, Հապա տղամարդը։ Այդտենց ասախ գործը դուր։ Թող, չէ, թող։ Դու գնային։ Լավ։ Այստեղ ախր միացրած չի։ Այս տղամարդու գործը։ Տղամարդու չի, էսի այ։ Արի։ Բայց հիմա մենք իրար խանգարել ենք։ Ես տանեմ, դու գնա։ Ապրես։ Բայց շատ պետք է հարես, որ պինդ լինի։ Հա։ Պատկերացրեցիր։ Չէ, ես հաջորդը նորից կդնեմ 50 վայրկյան, որովհետև մեր միկրոալիքային վառարանը ինձ համար մի քիչ դանդաղ է։ Ահա, թույլ է։ Հզոր չի։ Իմը հզոր է։ Ես որ օգտագործում եմ հզոր է եւ քոպես իմ միկրոալիքային վառարանը բոնիի պես հզոր է։ Բոքսի է գնում։ Հզորությունը միայն ուժի մեջ չի։ Ես գիտեմ։ Կդնես էլի մի 50 դիր։ 40 դրվեց։ Բոնինա փաստորեն, այստեղ ինչ թվեր ուզում ա դնում, հա։ Ինքնավորոշում։ Ինքնավորոշում։ Մեզ մոտ ինքնավորոշում։ Չէ, մեր մեջ տղամարդն է որոշում։
Ես դու տենց կինես, որ տիպը տղամարդու ասածը կարևոր է, տղամարդու ասածը ասածը։ Բա իհարկե, բայց նայած տղամարդը դա ախմախ տղամարդ է իր ասածը կարևոր չի։ Եթե քո տղամարդն է։ Հա, Օրինակ եթե ես բան եմ ասում, եթե ես բան եմ ասում, տենց է քո համար։ Հա։ Օրինակ ասում ես ինչ բանը մի հագի։ Հա։ Հա։ Մի հատ փորձեմ։ Իսկ հիմա մենք մյուս հաղորդման արդեն զույգ ենք լինելու։ Ամուսնական զույգ ենք լինելու։ Այդքանը ճիշտ։ Ինձ համար քաղցրությունը նուրբ է ու հաճելի։ Եթե դու սիրում ես քաղցր, ուզում եմ Չէ, ես փորձել։ շատ քաղցր չեմ սիրում։ Նայ, Քո գտալով ինչի չտվեց, մենք արդեն զույգ ենք։ սուտ ասում, դեռ զույգ չենք, դեռ։ Դեռը լավն էր։ Շատ համով է։ Լավ է, Իմ համար էլ իդեալական։ չենք անում։ Մենք գտանք իրար, համը շատ լավն էր։ Ուզեի մի հատ ուտեի։ Դա արդեն լպստել եմ Կեր։ գտալ։ Չէ, լպստել եմ գտալ։ Լպստած գտալով ոչ եմ մտնում մեջը։ Այ լպստած գտալով կմտնեմ։ Սա մեզ պետք չի, Ես թվում է 20 վայրկյան էր։ ճիշտ ես։ 20 վայրկյան է, բայց դու ես կոմպոտը խմի, մինչև։ Ես խմեցի այդ կոմպոտից։ Խմի, որովհետեւ- Դու պիտի խմես։ Էսն է որ հարսանիքների ժամանակ մի բաժակից բանն է խմում։ Ես խմել եմ, հիմա դու ես։ Չէ, ես չեմ խմի։ Ես չեմ սիրում տենց խմել մեծ աղաններից։ Հա, մեզ Միմին է զանգում, ողջույն Միմի, ո՞նց եք։ Ողջույն Լիկա եւ Բոնի։ Շատ լավ եմ, որովհետեւ այսօր ես այսպես ասած art food-ացել եմ։ Նոր բառ հնարեցի։ Ուրեմն քիչ առաջ փորձեցի art food-ի նորույթը՝ հալապենյո կծուկի բառները։ Այնքան համեղ էին, որ ամբողջ տարայի հալապենյոն կերա։ Վրայից էլ art food-ի լիքը համեղ կոմպոտ խմեցի։ Տեսնում եք ինչ մոծի ենք պատրաստում կոմպոտով։ Միմին հրավիրի մեր հարսանիքին։ Վայ, ես անպայման կգրեմ բաղադրատոմսը։ Ինչ էիր ասում։ Ասում մեր հարսանիքին հրավիրի Միմին։ Միմին, Հա։ դու հրավիրի։ Միմի ջան, սիրով քեզ հրավիրում ենք մեր հարսանիքին։ Դեռ օրը པարզ չի, բայց շուտով կիմանանք ասենք։ Մեր շնորհալի Լիկան ամուսնանալու ժամանակ չունի, ինքը շատ զբաղված է։ Բոնի ջան, արի դու մեր Պամելայի հետ ամուսնացի, ինքը քեզ սպասում է անհամբեր եւ ամենակարևորը գրկաբաց։ Ոչ լավ է որ հումորով եք։ Բոնին կարելի է, մեզ չի կարելի։ Դե դուք հումորով շարունակեք մոծի պատրաստել, իսկ ես սիրով ներկայացնեմ Art Food բրենդը։ Art Food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Art Food, քո հողից, քո ձեռքերով, քո տոն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ստեսություն։ Իրականում հումորի կեսը լուրջ է։ Այսինքն մենք կիսով Ես չափ քեզ ենք մի բան ամուսնանալու։ ասեմ, զգուշ եղի, որովհետև խոսքը դա նյութական է։ Ինչ ասում ես լինում է, իհարկե։ Իսկ ինչի ուրեմն ավելի շատ պետք է ասենք։ Բայց ես որոշել եմ, որ ես երբեք չեմ ամուսնանալու։ Ոնց թե։ Հա։ Դա չէ։ Սխալ բան ես։ Ինչի՞ ես հիմա խոսքով փոխում իմ որոշելով չի։ որոշել լինում արդեն։ Չի լինի։ Ես չեմ թողի։ Մի րոպե։ Մի րոպե, ոնց որոշումով չի։ Հա, բա։ Արդեն 20 դիր ու ինձ թվում Դու է երբ որ հանդիպեցին ինձ, այդ միտքը արդեն կոմոտից գնացել էր։ Որ էլ չես ամուսնանա։ չէ, տենց բան չկա։ Կարող չկա։ Դու ես ինձ ասել։ Ես եմ ասել Հա։ Քանի վայրկյան։ 20։ Չսկսես համոզել։ Ես համոզեմ որ ամուսնանաս։ Հա։ Դու պիտի ինձ համոզեիր։ Ես ընդհանրապես ասում եմ որ շանս կա։ Այսին վերջի շանսն է, եթե ես համաձայնվեցի, ապա ես տանը չեմ Անկո մնա, բայց ես ամին, գրադասում եմ տանը մնալը։ Իմ հետ բայց տանը մնալ։ Ահ, լավ, մի քիչ Լավն է, մեծանանք, հետո կխոսանք։ Իսկ քանից ով էլ լուր մեծանանք։ Ահա, ոնց որ։ Թելի։ Էլի։ Դե կարող է երկար դնենք մի քիչ, որ հանգիստ լինենք։ Ինքը մինչև 10 վայրկյան հետո նոր սկսում է տաքանալ, մենք ծերանում ենք։ Արի 50 վայրկյան դնենք։ Չէ, կվառենք։ Չենք վառի։ Չէ։ Վստահի ինձ։
Վստահ է ինձ ասում եմ։ Իսկ ես վստահում եմ, բայց 50 վայրկյանով չեմ դնի խմորը։ Վստահ Արի է։ ես առումով դու ինձ վստահի, որովհետև ամեն դեպքում խմորագետը ես եմ։ Հա, լավ, ոնց որ 20 վայրկյան օքեյ։ Իսկ սա ինչ ենք անելու։ Սա մենք վերջում կրեմի մեջ ենք լցնելու, Ու հարենք։ չենք հարի, ձեռքով կխառնենք եւ վերջ։ Դիշ։ Так, սա էլ մեզ պետք չի։ Սիրում ես մոծի, թե չես կերել։ Չեմ հիշում մոծին որնակ։ Ինձ թվում է Հիշես։ կերած կլինեմ։ Եթե ստացվի կհիշես։ Ես այս վերջերս որ գնացել էի Չեխիա, Հա։ կերել եմ տրդելնիկ։ Հետո համովեր, Հա։ Ուզում եմ մի օր սարքես։ բայց դրա համար հատուկ սարքավորումներ Հա, են, սենց բանա, չէ՞ պետք։ Հա, հետո դա հաճելի է պատրաստել դուրսը, բացօթյա։ Հա։ Ըհը։ Դուրսը կպատրաստենք, թող մարդիկ անցնեն ուտեն։ Բիզնես ես մի անգամից։ Հա։ Կա։ Լիկա բոնի տրդելնիկ։ Բոնի եւ լիկայի տրդելնիկը։ Լավ էլի։ Ոնց որ երեխա լինի։ Բոնի լիկայի տրդելնիկը։ Էս ուն տրդելնիկն է, բոնի եւ լիկայի։ Ըհը։ Դες ես քեզ շանսեր եմ տալի, դու չես։ Չէ, ես բան եմ մտածում եմ կարելի է ջրբոյնի լիկա թխված քնարել, Կարելի է։ բայց պիտի միշտ ես ու դու թխենք։ Հարց չկա։ Ոչ թե աշխատողներ ունենանք, Հա։ այ ես ու դու թխենք ու հա, ես էս կոմպոտի Մա որ մենք մի օր կռվենք այդ այնպես բոնի եւ լիկա խոշոր խմորեղենում ա մնալու։ Ինչը։ Որ մենք մի օր կռվենք այդ բոնի ու լիկա Ախ, դու խմորեղենում։ պատրաստում ես մի օր մենք կռվենք։ Ոչ, ոչ, հակառակը, միշտ կանայք են, չէ՞, որ ուսնց բաժանվելուց հետո ասեի։ ունեցվածքի կեսը խլում են տղաման։ Ոայ մամա ջան, ինչ վատն ես դու։ Բայց դες տղամարդիկ էլ վատ- կան, որ խլում են։ Իդեպ մի հատ տես դեպք պատմեմ քեզ։ Հա, Ուրեմն Հակիմի ֆուտբոլիստ կար, Հակիմի անունը։ հա։ Այս Հակիմի ֆուտբոլիստը ամուսնանում է ու ինքը երիտասարդ բավականին մի 23 տարեկան տղա էր։ Հա։ Ամուսնանում է մի աղջկա հետ ու ինքը միլիոնատեր է Հակիմին։ Ֆուտբոլի Paris Saint-Germain-ում էր խաղում շատ բարձր աշխատավարձով, ամսական երևի տենց մի 3 միլիոն դոլար, 5 միլիոն դոլար։ Ու ինքը իր կինը մի օր բաժանվում է Իրանից, ու ասում է ինչքան ունեցվածք ունես, պիտի կիսվի, ինչքան իրար հետ ձեռք ենք բերել, որ մենք ամուսնացած ենք եղել, դիմում է դատարան, ու պարզվում է, որ Հակիմին ինչքան ունեցվածք ունի, գրանցել էր իր մոր անունով։ Ախ, ինչ խելացի տղամարդ է եղել։ Ու Հակիմին ոչ մի բան չի տալիս, իրան հակառակը կինն է նրան ինչ-որ բաներ տալիս, որովհետև կինը իր անունով լիքը բան ուներ։ Այդտեղում ես որտեղ Այո, ագահությունը։ Ոսկե ձկնիկներ էլի։ Այո։ Հա։ Եվ Բայց այդպես ես քո ունեցվածքի կեսը չեմ վերցնի։ ես ունեցված չունեմ։ Ուրեմն իմը կտամ կեսը։ Այ կոնն էլ չեմ ուզում։ Իմ բոլոր ունեցվածքները։ Բայց մենք դեռ չմիացած արդեն խոսում ենք բաժանվելուց։ Բայց մենք դեռ չմիացած խոսում ենք Դե այսպես թե բաժանվելուց։ այնպես, եթե ես որոշեմ, որ մենք պետք է ամուսնանանք, 3-4 տարի հետո ես արդեն կլինեմ մեծ Ավելի գրավիչ կլինես այդ ժամանակ։ քիչ։ Քեզ տես տղամարդ պետք չի որ ասի ինչքան մեծանաս գինի ես դու։ Գինի։ Հա, ինչքան մեծանում ես, այնքան ավելի լավն ես լինում։ Ամաչեցնի կան տեսակ։ Չէ, ես մի անգամ Շփանից չէի իմ ուղեղը բիզնես թեմաներով է աշխատում։ Դու խոսում ես, ես մտածում եմ, Կամոն ամուսնությունը այ կարելի է բիզնես է գինի հիմա։ արտադրել։ Ուսման կարելի է գինի արտադրել։ Հա։ Ես Բոնի եւ լիկը գինի։ հա։ Ես քո դի զորով ամուսնանում։ Ասեն դու էլ չես հասկանում, որ դա լավ է։ Հա, բայց դու պիտի գաս իմ տղայից իմ ձեռքը ուզես։ Հա, բա չէ, բա ինչ է իր մտածում, իսկ իմ տղան դեմ է, որ ես ամուսնանամ։ Դա չէ, այ քեզի բան։ Ոնց այսինքն քանի տարեկան է տղա։ 12։ 12 տարեկան տղայից ես գնամ։ Չնայած ինքը վստահ եմ ինձ կսիրի։ Ու համաձայն կլինի։ Հա։ Հա, հետը PlayStation կխաղամ, ինչ վատ է։ Ինքը խաղում է, առանց քեզ էլ կխաղա։ Հա, բայց արդեն ուրախ ավելի լավ կանցնի։
Համ քո համար լավ ամուսին կլնեմ, համ էլ իրան ընկեր։ Հալ ես լավ առաջարկություն ունեմ։ Դու ասա։ Արի ես քեզ որդե գնեմ։ Ես դեմ չեմ։ Որպես Այդտեղ երեխա։ ծախսը ավելի քիչ կլինի վրա։ Ամուսնությունը Հակառակը, որպես երեխա քեզ Հա, այդ որդե։ եմ ասում, ես ծախս չեմ անի։ Հա, ամբողջ ծախսը ին վրա կլինի։ Ճիշտ ես ասում։ Քեզ դա ձեռա տալի։ Չէ։ Հիմա եթե ես քեզ որդե գրեմ, այդ իրա պապանա պետք, որ զանգեմ ասեմ, ես ինչ բանն ա ուզում, հասի օգնի։ Հասկացա։ Ահա։ Էդ էլ չստացվեց։ Ինձ թվում է հերիքա։ Պինდა արդեն։ Կարծում եմ հա։ Էլի պիտի դնենք, որ դառնա խամոր։ Քանի վայրկյան։ Դավայ Արի։ 30։ Արի 50 դիր, էլ չդնենք։ Հա, հասկացա։ Հա։ Կեր, խմի, քեֆարա։ Ինչպես սեղանես կծեք քո շուրջ։ Իսկ ես ինչ ա։ Դրա մեջ ենք անելու։ Ինձ թվաց այլ մոլորակայինի բան ա։ 6 հատ, Լիվ։ 5 հատ։ Դե տակրկիր, օրինակ քո աչքը ինչ ա տեսնում։ Իմ աչքը անմիջապես տեսնում ա ինչ խմորեղենների տեսականիներ ա կարելի այստեղ պատրաստել։ Դու այլ մոլորակայինի։ Լիվ։ Հա։ Հա։ Բայց երկուսինս են լավն ա։ Երկուսինն է։ Դե։ Լավ։ Արի հանի ամեն դեպքում մի հատ էլ խառնենք։ Աստորեն մեր 50-50-50-10-ը չստացվեց։ Հիմա լավ խառնենք այս գնդերը վերացնենք։ Տակա, թողենք սառի։ Եվ անցնենք գործի։ Ինչ ենք անելու։ Ինչ չսած։ Ուտելու ենք։ Սենց։ Չէ, տենց չէ։ Փաթաթելու ենք ուտենք տոլմայի պես։ Նույնիսկ տոլմայի պես։ Այ հիմա ստեղ լցրու։ Ես։ Լուրջ։ Հա։ Ինչքան։ Ամբողջը։ Տան մենք սառացնենք։ Օ։ Ինչտեղը։ Գտալով ելը։ Չէ, ցավը տանեմ, ես մեծ գտալը թողած գնում ես գտալ բերես, հեսա։ Եզրը։ Այ, հոպ։ Չէ, սրա վրից քերելու համար է ասում։ Նայ, սրանով քերում ես։ Ահա։ Տեսնում ես։ Ես այդի չգիտեի, տեսա։ Չագուճով խփելը չեն կանելու ես, հա։ Կարող եմ քեզ տալ դու խփես չագուճով։ Սա թողնում ենք սառի կամ դնում ենք սառնարանի մեջ ժամացույցը ստպվեց վրան։ Ես եմ ստեղ ասողը, տենց պիտի։ Հա, իմիջալուց այ այս գործողությունը կարևոր է։ Ծեծելը։ Հա, պիտի ծեծենք։ Բայց Չէ, անպայման չի ծեծել, բայց ծեծելը լավ բան է։ Բան է։ Երբեմն։ Ինձ թվում է պրոստը աղմուկ ենք անում։ Լավ, արի դի սառնարանի մեջ թող սառի ու աղմուկ չենք անում, պայթեցնում ենք։ Լավ։ Այստեղից պայթեց։ Մի խոսքով։ Թե բան։ Չէ, սառնարանի մեջ մի 10-15 րոպե ոչ ավել տնենք թող սառի, արդեն սկսենք 15 րոպե։ Բաղադրատոմսը արդեն ասել եմ, նայեցիք, տեսակ ձեր էկրանների վրա կարող եք օգտագործել հենց այնպիսի բրինձի ալուր, որտեղ դրված է կապչուն բրինձի ալուր։ Այո։ Մենք կհանդիպենք, երբ որ մոծին սառի, խմորը մոծի սառի, ու սկսենք պատատել։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Ապրես։ Հա։ Հա, տարածեցինք, հացա։ Էլի։ Չէ։ Դուր։ Հիմա դու բռնում ես այս եզրից, ձիգ, կպցնում ենք, մի քիչ ջուրը դե այստեղից է սկսում։ Կապավ։ Ոյ, չէ։ Հետո ինչ ենք անում։ Հետո խմորը
Արի քիչ սարքենք, էլի, որ երկար ժամանակ չկորցնենք, մնացածը մեր օպերատորները։ Արի ոչ մեկ չուտի այսօր, մենակ ես ուտենք։ Հետո մենք կհանձնենք խմորը, կրեմը։ Հա, թող իրենք սարքեն, օպերատորները մեկը ստեղ են։ Ամել կսովորեն։ Հիմա վերցնում ենք խմորը։ Թեթև արի ձեթ։ Ձեթ ենք անում։ Դիք բերենք։ Այս քեզ։ Ինչ Քիչ ամ։ Խմորը քեզ։ Քաշ։ Էй։ Այդ ինձ պիտի անպայման ճապոնացու ձայն հանեիր։ Բայց ինչ ենք անում ես։ Դիր։ Ստեղ։ Հա։ Ապրես։ Հետո։ Սա ինձ։ Տափակացնում ես։ Կպնում է ձեռքերից։ Ձեթ հոտվի։ Այսինքն կարող ես։ Հա։ Ոնց որ գիտես ինչի դες կլինի։ Չուֆտա։ Հա, գույնը, չէ։ Լավ է։ Չէ, կլոր։ Բայց դու շատ բարակ է։ Հավաքի նորից սիրուն կլոր։ Այս եզրերը կարող ես մի քիչ բարակ անել, որովհետև կտրելու ենք։ Ապրես։ Ահա, լավ է։ Հա։ Հետո Դիր ինչ ենք անում։ ֆորմայի մեջ։ Մեծ չի։ Չէ, մեծ պիտի լինի։ Լուրջ։ Հա։ Ասի։ Չէ, շատ չսխմես։ Կարևորը բանը այս թաղանթը։ Այս կողմը քեզ։ Գնացինք։ Թույլ թող։ Այսպես ավելի հեշտ է։ Հետո այսպես օսլա չենք օգտագործում։ Եթե սիրում եք, օսլայով եք անում, ես օսլայով այդքան էլ չեմ սիրում։ Ունես այստեղ կրեմի տեղ ունես։ Հիմա քանի որ մենք այստեղ ունենք կոմպոտի հատիկներ մեծ են կտրատում, այս մեկի վրա ես անում եմ, դու նայում ես։ Հետո այսրանը փակելու ենք իրան։ Հա, պիլմենի։ Քիչ որ տեղ ունենաս, հա, կպցնելու։ Կլոր։ Լավ է։ Ապրես։ Խնդրեմ։ Այս կրեմը շատ համեղ եղավ։ Հետո սենց փակում ենք։ Հա։ Ես, չէ, նայ, ես չէ, եզրերը։ Նայ, որ կրեմը չլինի, հա, դուրս չգա այս արանքը։ Հասկացա։ Հասկացար։ Իմի կրեմը շատ է։ Ասի ես էց անեմ, որ դու հանգիստ այդտեղ աշխատելու տեղ ունենաս։ Հիմա տարբերակ ունենք։ Տնենք սարցախցիկը սառացնենք, որ հետո վերցնենք ու կծենք ուտենք։ Ինչ անենք։ Ինչ ես առաջարկում։ Հիմա բացենք ուտենք, թե Չէ, դնենք սառնարանը։ Հա։ Հա։ Բայց դեպքում պիտի շատ սպասենք։ Բրանք խոլոդը դնենք, որ ավելի շուտ սառնա։ Կարանք։ Վրան գրի B։ Սարցախցիկը։ Որի տարբերենք, իմը տարբերվում է միշտ է։ Հա, հաստատ քոնը կտարբերվի, որտեղ քոնը մի քիչ տափակակալոր կլինի։ Դե մենք կհանդիպենք արդեն փորձարկության ժամանակ։ Այո։ Մի քիչ կհանդիպենք, իսկ դուք բաղադրատոմսը անպայման գրեք, եւ որքան կպչուն լինի ձեր բրինձի ալուրը, այդքան ավելի ռեզինային կստացվի։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ուրեմն ուզում եմ կիսեմ, որ հանդիսատեսը մեջը վայելի շաքարի փոշիով միջուկը։ Դե արի լավ, ես մեկը կթողենք։ Հա, թողենք։ Մեկի կհյուրասիրենք։ Արի մոծին իհարկե մատերով են ուտում, բայց մեկ պատառաքաղով։ Այս մեկը կիսենք երկուսից մեջ։ Առաջին անգամ ես ուտում, ճիշտն ասա։ Հա, ոնց որ։ Ես ամբողջը ուտե։ Չէ, սուշիի պես չի կարաս կծես։
Ասա, Համոշա։ Մոճի։ մի քիչ բրինձի ալուրի համ կա, քեզ համար անծանոթ է, բայց Համեղա շատ։ իսկ մենք կհանդիպենք, գրեք մեզ ինչ եք ուզում, որպեսզի մենք ձեզ համար պատրաստենք այն, ինչ Այո։ դուք ցանկանում եք։ Մենք ձեզ սիրում ենք, կհանդիպենք։ Իսկ սա մենք հյուրասենք մեր օպերատորներին կամ ռեժիսորին։ Գցի գրբանը։ Տանենք դու։ Հա։ Կհանդիպենք մի շաբաթ։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։